Ինչպես խնայել, եթե ստացածս հազիվ ծախսերիս է հերիքում։ Շատերն են այսպես մտածում, բայց հիշում ես, COVID-ը ոչ ոքի եկամուտը չհարցրեց, այն եկավ եւ միանգամից շոկ ստեղծեց, որովհետեւ շատերը պատրաստ չէին դրան։ Անվտանգության բարձիկ չունենալը բազմաթիվ մարդկանց դրեց դժվարին կացության մեջ։ Արի թվեմ 3 կարևոր ու հիմնական պատճառ ինչու խնայել։ Առաջինը՝ չնախատեսված իրավիճակների համար, որովհետև չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Լինի դա լավ առիթ, թե ոչ այնքան։ Երբ գումար պետք լինի, միանգամից չես դիմի պարտքերին կամ վարկերին։ Երկրորդ, կարող ես գնալ երազանքներիդ հետևից։ Կլինի դա լավ կրթություն, ճամփորդություն, ինչու՞ չէ նաև տուն ու ինչ ուզես։ Խնայած գումարը ավելի է մոտեցնում քեզ քո երազանքների իրագործմանը։ Եվ վերջապես, խնայողությունները կարող ես վերածել ներդրումների ու դրանից գումար վաստակել։ Իսկ ինչպես խնայել։ Ամենադժվար, բայց նաև ամենակարևոր քայլն է խնայելը մշակույթ ու սովորություն դարձնելը։ Հեշտ ձև ասեմ, ստացար եկամուտ, նույն պահին 10%-ը մի կողմ դիր։ Կարևորը սա արագն է, թե չէ աչքդ կթարթես ու գումարդ չկա։ Հաջողակ ներդրողներն ասում են, որ պետք է ծախսես այն, ինչ մնում է խնայելուց հետո, ոչ թե խնայես այն, ինչ մնում է ծախսելուց հետո։ Լավ, մի գաղտնիք է։ Ես ամբողջովին խնայում եմ կողմնակի եկամուտս։ Նվեր ստացա, գնում է խնայողությանը։ Կարճաժամկետ նախագիծ ունեցա, հրաշալի, ավելանում է ֆինանսական անկախությունս։ Խնայած գումարը վաստակած գումար է։ Սկսիր խնայել հենց այսօր։ Եղիր բարեկեցիկ։